Դե ինչ այսօր ապրիլի 7-ն է, մեր ստեղծագործական խումբը, մեր ողջ լրատվականը եւս շնորհավորում է կանանց գեղեցկության տոնի կապակցությամբ եւ մայրերին մայրության տոնի կապակցությամբ եւ սկսենք շնորհավորանքներից պաշտոնական մակարդակում նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է մեջբերեմ նախագահի խոսքը Սիրելի կանայք, սիրելի մայրեր, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման ու մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի, այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության եւ ուժի խորհրդանիշը։ Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր ձեզ կանանց եւ մայրերի նկատմամբ։ Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե ընտանիքում, թե հասարակական կյանքում մեր պետության ամրության եւ ներդաշնակության հիմքերից են։ Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի։ Մենք մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը, որովհետեւ հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։ Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն եւ սեր։ Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ անսպառ ուժ պահելու ու սիրելու ձեր ընտանիքները եւ հավատով նայելու ապագային։ Ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Արաբական Միացյալ Էմիրություններում է, Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով աշխատանքային այցով մեկնում է Աբու Դաբի։ Այնտեղ նա ներկա է գտնվելու եւ ելույթ է ունենալու ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակներում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող ամենամյա ներդրումային համաժողովին, այսպիսով նախագահը միջազգային այս հարթակից խոսել է մեր տարածաշրջանի խաղաղության անհրաժեշտության եւ էսկալացիայի բացառման անհրաժեշտության մասին։ Մի հատված նախագահի ելույթից։ Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախագիծը, որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործում։ Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման եւ միջազգային առևտրային միջոցների գործարկման համար։ Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, ափի մանուխներ եւ էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու եւ ի վերջո մարդկանց մեջ շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների արտաշրջապատումը, պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման, ինչպես ներհավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների եւ քաղաքացիների տեղաշարժի համար։ Վստահ է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի։ Ավելին, Հարավային Կովկասը պետք է վերածի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչների դեպքի կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը։ Շնորհակալություն։ Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով հարուցված քրեական դատավարությունը։ Այսօր դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Ըստ ադրբեջանական մամուլի Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը։ Ինտեգրումը անհնար էր, հայտարարել է Բաբայանը, պատասխանելով մեղադրական կողմի դատախազության հարցերին։ Բաբայանը նաև նշել է, որ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։ Նրանցից ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել։ Ադրբեջանական լրատվամիջոցներն են ցիտում Բաբայանի խոսքը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտահերտ այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրան ուղեկցում է կինը Սարա Նեթանյահուն։ Միացյալ Նահանգներ է ժամանել նաև Իսրայելի կառավարության ղեկավարի ռազմական քարտուղար գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը։ ԱՄՆ այցի եւ Թրամփի հետ բանակցությունների մասին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում էր. քաղաքական գործիչները կքննարկեն մաքսատուրքերի իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերի, Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների, Իրանի սպառնալիքի եւ միջազգային քրեական դատարանի դեմ հակազդեցության հետ կապված հարցեր։ Վարչապետը գնահատում է իր անձնական եւ ջերմ հարաբերությունները նախագահ Թրամփի հետ։ Վաշինգտոնը մաքսատուրքերի շուրջ համաձայնագիր չի կնքի Պեկինի հետ, մինչև չվերացվի Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի խնդիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ շփվելիս։ Մենք պետք է կարգի բերենք Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի խնդիրը, ասել է Թրամփը։ Մենք 100 միլիարդավոր դոլար ենք կորցնում հօգուտ Չինաստանի։ Մինչև մենք չլուծենք այս խնդիրը, ես չեմ պատրաստվում համաձայնագիր կնքել։ Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց ապրիլի 7-ի վաղ առավոտյան Ասիայում ֆոնդային շուկաները անկում գրանցեցին, իսկ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի բոլոր 3 հիմնական ֆոնդային ինդեքսները նվազել էին ավելի քան 5%-ով։ Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետխորհրդի մաքսատուրքերի հանձնաժողովը հայտարարել էր, որ Չինաստանը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար՝ ի պատասխան Թրամփի մաքսային քաղաքականության։ Հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների եւ հաղորդումների հեռարձակումը սպառնալիք է Հայաստանի համար։ Այս մասին Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի տեսալսողական լրատվամիջոցների տեղեկատվության, ազատության, գործունեության եւ վիճակի մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտնում է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Երրորդը, որը շատ կարևոր ենք համարում եւ ինչը գնալով, ցույց է տալի, որ լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, դա օտարերկրյա հեռուստաընկերությունների, հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումն է։ Մենք եւս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի եւ վերջի իրադարձությունները ցույց են տալի, այս 1-2 տարվա, որ մենք իրավացի ենք եւ որ գտնում ենք, որ օրենքով այդ բացը պետք է փակվի եւ օտար հեռուստաընկերությունները չպետք է հեռարձակվեն եւ ես այդտեղ փոքր օրինակ բերեմ, որ խոսքը գնում է ոչ միայն ռուսական ծրագրերի մասին, դա ընդհանրապես մանիպուլյացիա է, մենք խոսում ենք ընդհանրապես բոլոր արտերկրի ծրագրերի մասին եւ վերջերս նույնպես Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ունենա հեռուստածրագիր, 2 հեռուստացիգեր մեր հանրային մուլտիպլեքսում եւ ընդունել եմ Ֆրանսիայի ներկայացուցիչներին, ինձ մոտ Ֆրանսիայից եկած, ես ընդունել եմ փոխդեսպանին, երկրորդ անգամ մենք բավականին լուրջ քննարկում ենք ունեցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում եւս Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ եւ նաեւ մեր նամակներում եւ գաղտնի նամակներում մենք բերել ենք բոլոր այն փաստարկները, որոնք արգելում են օտարերկրացիներին հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Եվ եթե դուք հիշում եք, այս վերջերս մի ցավալի դեպք եղավ Արդե հեռուստաընկերությանի կապված հայ-գերմանական, երբ որ ինքը Հայաստանի քարտեզը չէր տեղադրել, երբ որ տարածաշրջանային քարտեզներ ցուցադրում, խնդիր էր եղել նաև թիմի Մոնդի հետ, եւ ֆրանսիացիները հենց այդ երկու ծրագիրն են ուզում, որպեսզի մեր հանրային մուլտիպլեքսում լինի, եւ հիմա պատկերացրեք, եթե այդ ծրագրերը լինեին հանրային մուլտիպլեքսում, կստացվեր, որ մենք ինքներս հեռարձակում ենք մեր մասին ապատեգացություններ եւ աղաղված պատկերացումներ, օրինակ քարտեզի մասին, Հայաստանի չգոյությունը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել Վիլեն Գաբրելյանին պատգամավորական լիազորությունների դադարեցնելու մասին։ Ազգային ժողովի նախագահի ստորագրման արձանագրությունը արդեն հրապարակված է ազգային ժողովի պաշտոնական կայքեջում,
Վիլեն Գաբրիելյանը ապրիլի 1-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ազգային ժողովի նախագահին, ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավորը 1 շաբաթվա ընթացքում կարող է ետ վերցնել դիմումը, հակառակ դեպքում ազգային ժողովի նախագահը դադարեցնում է նրա պատգամավորական լիազորությունները։ Վիլեն Գաբրիելյանի փոխարեն պատգամավորական մանդատը կստանա քաղաքացիական պայմանագրի կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ հերթական համարի թեկնածուն, նա Արշակ Օրդուբախյանն է։ Գաբրիելյանը, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից, նաև նշել էր, որ մարտի 31-ին Գյումրի քաղաքում իր մասնակցությամբ միջադեպը համարում է ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի վարքին։ Գանք Երևան, ապրիլի 8-ին շտապօգնության մասնակցությամբ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ շտապօգնության մեքենայի բժիշկը ցավոք վթարի հետևանքով մահացել է։ Facebook-յան գրառումից տեղեկանում ենք հետևյալը, մեջբերեմ իր խոսքը. ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Մեջբերման ավարտ գրում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնում էր այս ցավալի լուրի մասին կից գրելով, որ բժիշկը ցավոք մահացել է, բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը նրա գնահատվում է ծանր։ Facebook-յան իր էջում դեպքի մասին անդրադարձ է կատարել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իր գրառումից տեղեկանում ենք հետևյալի մասին, մեջբերեմ քաղաքապետի խոսքը. իր գործի նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։ Բրիգադի մյուս անդամը, բուժքույրը այժմ գտնվում է հիվանդանոցում, կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է եւ բժիշկները գնահատում են իր վիճակը ծանր։ Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, ամփոփում է Ավինյանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում քննարկել է Թուրքիայի հետ հակամարտությունը կանխելու միջոցները, Դոնալդ Թրամփին անվանելով իդեալական միջնորդ։ Նա հավելել է, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ եւ որ իրենք Թրամփի հետ քննարկել են, թե Իսրայելը ինչպես կարող է խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ Դոնալդ Թրամփի լավ հարաբերություններին, Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ նախագահը կարող է իդեալական միջնորդ լինել Անկարայի եւ Թել Ավիվի միջև հակամարտության սրումից խուսափելու համար։ Թրամփը իր հերթին նշել է, որ Նեթանյահուին հորդորել է լինել ողջամիտ Թուրքիայի հետ ունեցած ցանկացած վեճի առնչությամբ եւ շեշտել է Էրդողանի հետ իր լավ հարաբերությունները։ Թուրքիան խստորեն քննադատել է Իսրայելին 2023 թվականից ի վեր Գազայում ռազմական գործողությունների համար։ Դրանք անվանել է պաղեստինցիների դեմ ցեղասպանություն, դիմել համաշխարհային դատարան Իսրայելի դեմ գործին միանալու համար եւ դադարեցրել է երկրի հետ ողջ առևտուրը։ Ֆրանսիայի եւ Եգիպտոսի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին, ինչպես նաեւ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը Կահիրեում անցկացրել են եռակողմ գագաթնաժողով Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հորդանանի, Եգիպտոսի եւ Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել անհապաղ վերականգնել Գազայի հատվածում հրադադարը եւ իրականացնել հունվարի 19-ին ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր պատանդների ազատ արձակման եւ բոլորի անվտանգության երաշխիքը, ընդգծելով նաև հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Հորդանանի առաջնորդները հայտարարել են, որ Պաղեստինի ինքնավարությունը պետք է ստանձնի Գազայի հետ պատերազմյան կառավարումը։ Հայտարարության մեջ առաջնորդները մերժել են իրենց հողից պաղեստինցիների տեղահանման եւ պաղեստինյան տարածքների բռնակցման ցանկացած փորձ։ Եգիպտոսի նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, համաձայն որի եռակողմ գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի, Ֆրանսիայի եւ Հորդանանի առաջնորդները ապրիլի 7-ին համատեղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկելով Գազայի հատվածում հրադադար ապահովելու ուղիները։ ԱՄՆ Գերագույն դատարանը ապրիլի 7-ին բավարարել է ամերիկյան վարչակազմի պահանջը եւ վերացրել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Դատարանի 5 անդամներ քվեարկել են արգելքը վերացնելու օգտին, 4-ը դեմ։ Այսպիսով բեկանվել է վերաքննիչ դատարանի որոշումը, որը ուժի մեջ էր թողել ստորադաս ատյանի վճիռը։ Միևնույն ժամանակ Գերագույն դատարանը գործադիր իշխանությանը պարտավորեցրել է ողջամիտ ժամանակ տալ միգրանտներին դատարանում վիճարկելու իրենց արտաքսումը, նախքան նրանց կվտարեն երկրից։
Բացի այդ, Գերագույն դատարանի որոշմամբ համապատասխան դատական քննությունները պետք է տեղի ունենան Տեխասում, որտեղ պահվում են միգրանտները, այլ ոչ թե Վաշինգտոնում։ Այսպիսով Հանրապետության նախագահը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում է նախագահական աշխատակազմը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին, շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության ամրապնդման մասին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Արաբական Միացյալ Էմիրությունների աշխատանքային շրջագայության շրջանակներում Աբու Դաբիում Սրբոց նահատակած եկեղեցի է այցելել և հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կատարի և շրջակայից հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանին և համայնքի մի շարք ներկայացուցիչների։ Իսկ ահա Արարատ Միրզոյանը մասնակցելու է ապրիլի 11-ից 12-ը Անտալիայում դիվանագիտական ֆորումին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջը։ Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ մի շարք հանդիպումներ։ Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամլոքարտուղար Արամ Թորոսյանը։ Ականապայթյունային վնասվածք ստացած Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ, ասում է Թորոսյանը իր գրառման մեջ։ Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը։ X-ի իր էջում գրում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, որ Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին։ Մեջբերեմ խոսնակի պաշտոնական խոսքը։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան, մեջբերման ավարտ։ Իդեպ գերատեսչության ներկայացուցիչը անդրադարձել է նաև Ադրբեջանի մեղադրանքներին իբր հայկական լեռնահանքային ձեռնարկությունների կողմից բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ մեկնաբանություններին։ Բադալյանի խոսքով ՄԱԿ-ի միջազգային դատարանը միանշանակ մերժել է Բաքվի համապատասխան հայցը Երևանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ 2024 թվականին տեղի ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել է առնվազն 6116-ը։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանում թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արմեն Խաչատրյանը։ 2024 թվականին տեղի ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116։ Մենք այս վիճակագրությանը դեռ կանդրադառնանք, իսկ միայն 25 թվականի հունվար-փետրվար մարտ ամիսներին արձանագրվել է 988 զոհերով կամ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահար, արդյունքում 60 զոհ և 1391 վիրավոր։ Այսինքն, եթե շատ կոպիտ վիճակագրություն ներկայացնենք, ապա կստացվի, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավել զոհ, մոտ 70,000 վիրավոր և չպետք է մոռանալ, որ այդ վիրավորներից 2-ից 3000-ը ձեռք են բերում ՑՄԱ հաշմանդամություն։ Իդեպ ես այս ամենը լսելով ակամայից հիշեցի կառավարության նախորդ շաբաթվա նիստը, որտեղ վարչապետը երթևեկության կանոնների մասին էր խոսում, վարորդական իրավունքների մասին էր խոսում, կհիշեք մենք խոսել ենք այս ամենի մասին, բայց թեմայի շարունակությամբ ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ մենք ծննդյան տոներին դիպլոմներ ու վարորդական իրավունքներ ստացած հասարակություն ենք, ու երբ
այսպիսի ահագնացող թվեր են հրապարակվում, բոլորս անշուշտ շատ մտահոգվում ենք, իրապես լուրջ դեմքով, բայց չենք մտածում, որ մեր մեջ քանիսն են այդ նվիրատուներն ու նվերստացողները, ուստի չենք էլ պատկերացնում, որ ամեն օր դուրս գալով փողոց, մենք գտնվում ենք ռիսկային գոտում, վտանգելով մեր կյանքը, բայց երբ խոսում ենք օրինակ վարորդների ատեստացիայի մասին, այսինքն վարորդները հանձնեն քննություն ու ապացուցի տվյալ վարորդը, որ ինքը ոչ թե ավտո քշել գիտի, այլ նա վարորդ է ճանապարհային երթևեկության կանոնների իմացությամբ եւ այսպես շարունակ։ Երբ այդ հարցը բարձրաձայնում են, ամբողջները ընդվզում են, միևնույն ժամանակ ապրելով այս չարիք երթևեկության մեջ։ Բայց եղբայր, ես չեմ կարողանում հասկանալ այդ դժգոհության պատճառը։ Եթե վարորդ ես, մանավանդ տասնամյակների փորձով, ինչու պիտի խուսափես, վախենաս հանձնել քննությունը, եթե դու վստահ ես քեզ վրա։ Մենք բոլորս այս երկրում ապրելով, մենք շատ լավ գիտենք, օրինակ, ուսուցիչը ոնց է դարձել ուսուցիչ, դասատու, ուսմասվար, դպրոցի տնօրեն, դիրեկտոր եւ այսպես շարունակ։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է կապույտ դիպլոմը դարձել կարմիր դիպլոմ եւ այսպես շարունակ։ Նույն կերպ էլ վարորդական իրավունքները ինչպես են հանձնվել։ Սա հենց այն լակմուսային թուղթն է հասարակության, որ ապացուցում է բոլորս, կամ լավ, գոնե գրեթե բոլորը, տակից ինչ որ մի բան հաստատ արել են։ Դրա համար, ինչպես ասում է դասականը, գող սիրտը դող։ Մտածեք այդ ուղղությամբ։ Եվ քանզի խոսեցինք գողերից, մեքենաներից գողությունների խնդիր ունենք, այն էլ շատ մեծ Երևան քաղաքում, որը մեզ շատ անհանգստացնում է։ Տասնյակ խմբեր ունենք արդեն հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից, այս տեսակետն է ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանում թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Լսենք նրան։ Իրականում նման խնդիր ունենք մենք Երևան քաղաքում, ավելի շատ Երևան քաղաքում, որը մեզ նույնպես շատ անհանգստացնում է, բայց դրա հետ կապված ասեմ, տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ կատարում են, ներկայացնում ենք մենք նախաքննական մարմին, վարույթներ եւ տվյալ քաղաքացիները ներկայապես գտնվում են, նորից շարունակում են իրանց սև գործը։ Բայց գիշեր ու ցերեկ ոստիկանությունը տվյալ խնդրի հետ կապված ծառայություններ իրականացնում ենք, լրացուցիչ ծառայություններ, դուրս են գալիս լրացուցիչ գիշերային ժամերին ծառայություններ, հայտնաբերված խմբեր, ասում եմ, տասնյակ ունենք, որոնք հանդիպում են մշտական կրկնվում է որոնց մոտ։ Ես ձեր թույլտվությամբ պարոն Հովհաննիսյան, նաև հավելում անեմ, որ հիմա օրենսդրական նախաձեռնություն կա շրջանառության մեջ է, շուտով ազգային ժողովում կլինի տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները դարձնում ենք ավելի որակյալ հանցակազմ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել այդ հանցագործության դեմ։ Շուտով այդ օրենքը ազգային ժողով կլինի, ես նաև համահեղինակ եմ եւ այս խնդիրը ձեր նշած հաշվի առնելով մենք խստացնում ենք այդ հանցագործության դարձնում ենք որակյալ, այսինքն առաջին մասից դարձնում ենք երկրորդ մաս գողության, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ պայքարենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ քայլեր սկսել։ Նրա խոսքով բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Մեջբերեմ պաշտոնական տեղեկագիրը։ Այսպիսով, իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես Հայաստանի հետ բարեկամներ կդառնանք, դա իրատեսական չէ։ Վստահության ձևավորման միտված նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկներ Բաքուն ստացել է վրացի գործընկերներից։ Մենք դրական պատասխան ենք տվել եւ սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը։ Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող ենք ոչ մեծ քայլեր սկսել, ասել է Ալիևը, որպես հնարավոր քայլեր նշելով լրագրողների փոխայցելությունները, ինչպես նաև անդրսահմանային գետերի հետ կապված հարցերի համատեղ քննարկումները։ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի
նախաձեռնությանը, նախագծին, նշելով, որ դրա ստորագրումից հետո որևէ խոչընդոտ չի լինի համագործակցություն սկսելու համար։ Չնայած այդ ամենին, ինչ որ նա ասել է, Ալիևը նաև չի մոռացել կեղծ պնդումները, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման առումով գնդակը հայկական կողմում է եւ չի մոռացել հիշեցնել Բաքվի հայտարարած չարչարկված այն թեզը, թե Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրն օրական $2 միլիարդ է ստանում մաքսատուրքերից։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը նվիրված ածխի արտադրության ավելացմանը։ $2 billion a day. Նրա խոսքով գումար է գալիս այն մակարդակով, որը մենք նախկինում երբեք չենք տեսել։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի արտասահմանյան առևտրային գործընկերների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին, ցուցակում ընդգրկելով 185 պետություն։ Մաքսատուրքերի նվազագույն բազային մակարդակը կազմում է 10%, սակայն մի շարք երկրների համար մաքսատուրքերը հաշվարկվել են անհատականորեն, կախված այդ երկրների հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտից։ Չինաստանի ժողովուրդը չպետք է զրկվի զարգանալու իր օրինական իրավունքից երկրի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Արձագանքելով ԱՄՆ-ի կողմից 104% մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուն, գերատեսչության խոսնակ Լի Ջիան ԱՄՆ-ին մեղադրել է բուլինգի գործելակերպ կիրառելու մեջ, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ արել ցուցաբերել հավասարության, փոխադարձ հարգանքի եւ փոխադարձության վերաբերմունք, ստեղծված տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու համար։ Ըստ պաշտոնյայի, եթե Թրամփը պնդում է, որ առևտրային պատերազմ հրահրվի, ապա Չինաստանը ստիպված կլինի պայքարել մինչև վերջ։ Հիշեցնենք, որ չինական ապրանքների համար սահմանվել են 104% մաքսատուրքեր։ Երեք Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը ուղիղ բանակցություններ են վարում։ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Օմանի մայրաքաղաք Մասկատում ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունները հնարավորություն կտան ստուգել եւ գնահատել ԱՄՆ-ի լրջությունը։ Նա ընդգծել է, որ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման դիմաց Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին հավաստիացումները քննարկվելիք միակ թեման է լինելու։ Նախորդին հաղորդվել էր, որ շաբաթ Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցություններ վարելու են Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետական պաշտոնյաներն էլ պետք է մտածեն իրենց գիտելիքի մասին։ Ինչ խոսք, հրաշալի առաջարկ է, ինչպես ասում են, լավի ուշ քան երբեք, բայց այստեղ հարց է առաջանում, մենք բնականաբար հետևում ենք ընթացքին կառավարության նիստի, բայց հարցը հետևյալն է. 6 տարի իշխանության մեջ լինելուց հետո է պաշտոնյան հասկանում, որ պետք է կրթվի, թե ի սկզբանե գիտեր, բայց ինչպես ասում էին, դեռ դրա ժամանակը չէր։ Ամեն դեպքում Փաշինյանը ընդգծում է, մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները։ Հետաքրքիր է, Փաշինյանի չափազանց անկեղծ ինքնախոստովանությունը հնչել է կառավարության նիստի ժամանակ ուղիղ եթերում։ 7 տարի չէ, 7 լավ, 6 տարի առաջ ես ելույթ ես նույն ձևով, ես նույն տեղում կունենայի։ Այն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է, պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք ենք այդ մարդկանց առաջնորդը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ այդ մեր գործն է։ Որովհետեւ 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման ծրագիրը գրած է ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղով պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա,
մեկ էլ խելքս բրթում է, ասում եմ, հələ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որտեվ թուղթա որ պրինտ են կանում, օրը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթա որ պրինտ են կանում։ Ումա հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում ենք, մենք միջև հիմա չգիտենք։ Չգիտենք, պրոբլեմը չգիտենք։ Մենք դեղա որ լցնում ենք բուժարոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր պրոբլեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, էդ ուրիշ բան, էդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտեւ այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն իրենք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործ, իրանց գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է։ Մի բան փախցնելու, սեփականաշնորհելու մասին է։ Մեկին խափել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է։ Ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք։ Այն որ մեր այն հերավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։ Դե, գեներ, այ քեզ ինքնախոստովանություն։ Զարմանք բառը այն չէ, որ կարողանանք ամբողջությամբ նկարագրել իրավիճակը, բայց անկեղծությունը իհարկե գնահատելի է, բայց արդեն որ երրորդ կառավարության նիստն է, որ անց է կացվում այս բովանդակության մեջ։ Մենք էլ բազմիցս խոսել ենք, ցույց ենք տվել, փաստել ենք, այո, կրթության պակաս կա ամեն բնակավարում, յուրաքանչյուր բնակավարում, անկրթությունը ծորում է Երևանյան փողոցներում եւ ոչ միայն Երևանի, ու ցավալեն գիտեք որն է, որ խոստովանում ենք, փաստում ենք եւ ասում ենք, որ քաղաքական առումով նիստի ժամանակ 7 տարի մնացել ենք նույն դասարանում, բայց հետաքրքիր է որն է, որ եթե 7 տարի մնացել ենք նույն դասարանում, ինչպես կարող են այդ մարդիկ նույն դասարանում մնացածները կրթվել է նորաձև է ակցիա կազմակերպեն եւ կրթեն հասարակությանը։ Ու մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվանը առավել եւս։ Ու մենք եթե սա չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ Այդքան կլինի, այդքան ծրագիր, ես 5 տարի ինչ եմ ասում ժողովուրդ ձեզ։ Ասում եմ այդ ծրագրերը, որ ընդունում ենք, ես հետո գնում եմ միտեղ կանգնում եմ, ասում եմ ժողովուրդ տեղյակ եք։ Ոչ մեկ տեղյակ չի, այս նիստում, եթերում, աշխատանքային ֆորմատները չեմ ասում, քանի անգամ ասած կլինեմ։ Գոնե մի 10-15 անգամ այդ թեմային անդրադարձած կլինեմ։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչա փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։ Ահա, հրաշալի է։ Բա որ բան չի փոխվում, գուցե այդ կրթական ծրագիրը անցկացնենք գյուղերում, ներկայացուցիչները գնան մեր հարգարժան գյուղացի եղբայրների քույրերի մոտ, նստեն, պարզ տնավարի լեզվով, բացատրեն հասկանալի կերպով, ինչ ծրագիր են ընդունել, ինչպես դա ներդնել, ինչպես օգտվել օժանդակություններից եւ այսպես շարունակ։ Թե չէ մենք էլ լսում ենք ակադեմիական մակարդակի շատ բարդ լեզվով շարադրանքներ, հերոստատեսության մեջ լինելով անգամ հաճախ մենք մեր թիմով ընթերցում ենք որոշ նոր ընդունած օրենքներ, մենք անգամ չենք հասկանում, որ մնաց գյուղում ողջ կյանքը հողի հետ աշխատած, ոչ այդքան պատշաճ կրթություն ստացած մեր հարգարժան գյուղացին կարողանա ծրագիրը կարդալ, հասկանալ, աջակցությունից օգտվել, չգիտեմ ինչ լրացնել, չգիտեմ ինչ ծրագրի հայտ ընդունել եւ այսպես շարունակ։ Նորից եմ ասում, փորձի համար յուրաքանչյուր պահ կարող են այս նախագծի հեղինակները գնալ ինչ-որ ծայրամասային գյուղ եւ օրինակ շատ պարզ մեր օրերում պարզ ծրագրի մասին խոսել, տալ
50+ տարեկան խմբի մի ներկայացուցիչ քարտ եւ ասել կարող եք բանկոմատից օգտվել։ Մի հատ տեսեք ինչ պատասխան կտա ձեզ այդ քաղաքացին։ Էլ ուր մնաց պետական ծրագրից օգտվի, հայտ լրացնի, on-line, չգիտեմ, առցանց գործառույթներ իրականացնենք, այդեր մենք պետք է ճանաչենք մեր հասարակությանը։ Պարոն վարչապետ, հանձնարարականը կատարված է։ Էսա մեր պատմությունը։ Եվ հերիքա մենք մեզ խաբենք։ Դե ինչ խոսք, կառավարության այս անկեղծության ժամը կարող էր շատ երկար շարունակվել, եթե հանկարծ նիստերի դահլիճի դուռը ինչ որ մեկը պատահաբար չբացեր ու չշեղեր հավաքվածների ուշադրությունը։ Իդեպ թե ով բացեց նիստերի դահլիճի դուռը, այդպես էլ մնաց անհայտ։ Մտածեցին կռիվ ենք անում։ Շատ լավ։ Դե որ ասում են ամեն ինչ լավ է, եկեք այլ թեմաների մասին էլ խոսենք։ Կրկին կառավարության նիստից 2018 թվականից Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամային ֆոնդը ավելացել է 230 միլիարդ դրամով, ավելի քան 500 միլիոն դոլարով։ Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, ասում է կառավարության նիստի ժամանակ վարչապետը, բայց շարունակելով անհատի մակարդակով ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել, որովհետև այդ ընթացքում 125,000 մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը։ Այս մասին կրկին նիստի ժամանակ փաստում է վարչապետը։ 2018 թվին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 500,000, հա 525, հիմա 650,000։ Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդը ավելացել է ում հաշվին, աշխատող մարդկանց հաշվին։ Նրանք ովքեր աշխատել են։ Եվ մենք, այո, հիմա էլի մեծ 7 տարի մեզ պահանջվեց, որպեսզի մենք համարձակություն դրսևորենք քաղաքական, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացվի։ Այսօր առավոտը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարական եմ տվել, չգիտեմ ինչքանով հնարավոր դա, ես հասկանում եմ, որ բարդություն կա։ Այսօր այդ տեքստի վրա աշխատելիս իմ մոտ հարց ծագեց։ Բայց մի րոպե, մենք կարող է ընտանիք ունենք, որ 25 տարի կամ 30 տարի անապահովության համակարգում է։ Ես համոզված եմ, որ ունենք, հիմա նախարարին խնդրել եմ, ասում եմ, հələ տեսնենք քանի մարդ եւ քանի ընտանիք կա։ Պատկերացնեք, մարդ 30 տարի Փարոսի շահառու է։ Սա գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Անհարգալից վերաբերմունք, պատկերացնեք մարդը 30 տարի նպաստ է ստանում անապահովության։ Մենք էլ համարում ենք, որ իրան լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս իրան։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը, որ դու այդտեղ բան կանես։ Եվ սա լրջագույն պրոբլեմ է, մենք սրա մասին պետք է մտածենք։ Լրջորեն պետք է մտածենք։ Դե իհարկե լրջորեն պետք է մտածենք, խնդիրը կարծում եմ նրանում է, որ եթե սոցապը ներկայացուցիչը նախարարության գնա նպաստ ստացող մարդու տուն եւ 30 տարի աղքատության նպաստ ստացողին ասի հարգելի քաղաքացի, մենք ձեզ համար լավ լուրեր ունենք, ձեզ տեղավորում ենք աշխատանքի, վստահ եմ, որ նպաստառուն չի համաձայնվի, կասի մի րոպե, ինչու 80,000 կամ 70,000 ստանամ աշխատանքով, եթե տան նստած ոչինչ չանելով 30-40,000 եմ ստանում։ Ու այսպես շարունակ ամեն տեղ է այս խնդիրը, ու մտածելակերպը պիտի փոխվի, այլապես սերունդներն էլ կանցնեն, կառավարություններն էլ կգան եւ մենք արդյունքում կխոսենք, փաստացի մնալով նույն կոտրած տաշտակի առաջ։ Իդեպ, այս ամենի ֆոնին, այս ամենը ինչ որ լսեցիք, իհարկե սա մի հատվածն էր, բայց ինչ որ լսեցիք, էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրում փոփոխություններ կատարել եւ ավելացնել հատկացվող գումարները։ Նախագիծը այսօր կառավարության նիստում քննարկել է փոխնախարար Արման Խոջոյանը, վարչապետը հետաքրքրվում է նախագծի ընդունումից ի վեր վերջին 5 տարում քանի խելացի անասնագոմ է կառուցվել, Խոջոյանը պատասխանում է, մեջբերեմ իր խոսքը, կառուցվել է 58 խելացի անասնաշենք խոշոր եղջերավոր տոհմային անասունների շրջանակներում։
Վարչապետը արձագանքում է, այսինքն սա ցույց է տալիս, որ ծրագիրը կրկին չի աշխատում, բա հիմա ինչն է փոխվելու, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք, ասում է վարչապետը։ Հաղորդման այս հատվածում խոսենք միջազգային հարաբերությունների մասին, այսպիսով կառավարության որոշմամբ Օմանի սուլթանությունում նստավայրը Մասկատ Հայաստանի Հանրապետության դեսպանություն է ստեղծվելու, Հայաստանի Հանրապետության եւ Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունների վերջին տարիների զարգացումը, ինչպես տեսնում եք, դինամիկ կերպով է ընթանում, հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան օմանական կողմը դրական է արձագանքել։ Օմանի սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի եւ Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում տարանցիկ ավելացմանը, նշված է հիմնավորման մեջ։ Նշենք, որ նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հենց հաջորդ օրվանից։ Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի վերականգնման վերաբերյալ։ Այս խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Բանակցությունները ընթանում են փակ ձևաչափով։ Թուրքիան եւ Իսրայելը ուղիղ բանակցություններ են վարում Սիրիայում հակամարտությունները կանխելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Նրա խոսքով կարևոր է խուսափել կողմերի միջև թյուրիմացություններից։ Հական Ֆիդանը նաեւ նշել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի հիմնական խնդիրներն են Գազան, Արևմտյան ափը եւ Ալ-Ակսա մզկիթը։ Նրա խոսքով, եթե Սիրիան Թուրքիայի հետ ռազմական համաձայնագիր կնքի, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, նշել Անկարան աշխատում է պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին օրենքով սահմանված պատժամիջոցների վերացման ուղղությամբ։ Ֆիդանի խոսքով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նման դաշնակիցների միջև պատժամիջոցներ չպետք է լինեն։ Դիվանագետը հավելել է, Անկարան նախապատրաստում է Էրդողանի եւ Թրամփի շուտապույտ հանդիպումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնյաների հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի միջուկային համաձայնագիր կնքելու իր առաջարկը։ Ընդ որում նա ասել է, որ Իսրայելը կլինի հնարավոր ռազմական գործողությունների առաջնորդը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որ Իրանը բարգավաճի եւ հիանալի լինի։ Միակ բանը, որ նրանք չեն կարող ունենալ, դա միջուկային զենքն է, եւ նրանք դա հասկանում են, հավելել է Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս հայտարարել էր, որ սատարում է Իրանի հետ համաձայնության հասնելու Թրամփի դիվանագիտական ջանքերին, հավելելով, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք մշակի։ Իրանը ի պատասխան ռազմական ուժ կիրառելու մասին Թրամփի բազմաթիվ սպառնալիքների ԱՄՆ-ին խոստացել է կոշտ պատասխան եւ Վաշինգտոնին կոչ է արել չսրել իրավիճակը։ Գերմանիայի պահպանողական քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ ապրիլի 9-ին կոալիցիա կազմելու համաձայնություն է ձեռք բերել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, նպատակ սահմանելով վերականգնել երկրի տնտեսությունը եւ պայքարել անօրինական միգրացիայի դեմ։ Կառավարական նոր կոալիցիան պլանավորում է վերացնել երկրում 3 տարի բնակվելուց հետո արագացված կարգով քաղաքացիություն ստանալու իրավունքը։ Կառավարական կոալիցիայի գործընկերներն իրենց համաձայնագրում մեծ ուշադրություն են դարձրել Գերմանիայի տարածքում անօրինական միգրացիայի խնդիրներին։ Կուսակցություններին հաջողվել է պայմանավորվել Գերմանիա մուտք գործողներին սահմանին կանգնեցնելու շուրջ, նույնիսկ եթե նրանք ապաստան տրամադրելու խնդրագիր են ներկայացրել։ 2 տարով կդադարեցվի ընտանիքների վերամիավորումը, կդադարեցվեն փախստականների կամավոր ընդունելու ծրագիրը, իսկ արտաքսման համար անվտանգ երկրների ցուցակը կընդլայնվի։ Բացի այդ, հնարավոր կդառնա հանցագործների արտաքսումը Աֆղանստան եւ Սիրիա։ Կուժեղացվի նաեւ վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին։ Այսպիսով, մայիսի 9-ին Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ։
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իբր մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Մայիսի 9-ին Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված, ասել է Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով լրատվականների մի քանի մեկնաբանություններին։ Սակայն հարկ է նաև նշել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Եվ քանզի խոսեցինք վարչապետից, վարչապետը Սյունիքի մարզում է եւ Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհը խմելու եւ ոռոգման ջրերի համակարգերը կառուցվում են։ Ծանոթացա Խոտ Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհը խմելու եւ ոռոգման ջրերի համակարգերը կառուցվում են։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կից ներկայացրել կարճ տեսանյութ։ Ում չբարևեցի։ Դե ասեք տենամ հլը խի ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Մենք ենք կտրել ձեր ջուրը։ Հա? Չի կարա ասել, ինչնա բադե։ Սարքել են, վերանորոգել են։ Հա։ Ընդեի ծաղագին ջուր էր գնում, իրաց ջուրը ապահովում էր դից։ Բայց ինչով է խողովակով թե առանց։ Նախ համակարգ կա գյուղում ջրի։ Այո, ներքինը կա, դե Հիմա բերում ենք, այսպես ենք հաշվում։ Հա։ Ինչ մի 15 օր ջուր։ Ահա։ Всё։ Էդ էլ լուծեցինք համար։ Այս ճամփեն էլ սարքում ենք, այս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու ու այսինքն հա չէ մի հատ էլ հələ դեպի Գորիս ենք ճամփա սարքելու ոնց որ։ Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Անտալիա։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարի մամլոքարտուղար Անի Բադալյանը։ Այսպիսով այսօր Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են տարբեր հանդիպումներ, բայց արդեն վաղը ապրիլի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ մասնակցելու է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ եւ հնարավորություններ կոչվող պանելային քննարկմանը։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում արդեն հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլաչի հետ։ Այսպիսով Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քլաչի հետ։ X-ի իր միկրոբլոգում գրել է պարոն Ռուբինյանը։ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին, Թուրքիայի նախագահն է հայտարարում, Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ, նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ, նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին է դիտարկում որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ եւ ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ։ Այս մասին Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճարաշվիլին։ Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովի։ Մենք պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները երկու գործընկերների, երկու հարևանների հետ, ասել է Բոճարաշվիլին։
Իդեպ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը, այսպիսով Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը եւ պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման ուղղված վրացական կողմի առաջարկին։ Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով, Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը եւ պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։ Կոնկրետ նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածությունների արկայության պարագայում կտեղեկացնենք, ասված է հաղորդագրության մեջ։